Սահմանամերձ բնակավայրերում բնակարան ունենալը շատ ընտանիքների համար շարունակում է մնալ դժվար հասանելի նպատակ, սակայն պետությունը փորձում է այս խնդրին տալ գործնական լուծում։ Սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կան հիմնական պայմաններ։ Ամուսինները պիտի ունենան քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության, պիտի ամուսնությունը լինի գրանցված, եւ եթե նրանց գումարային տարիքը գերազանցում է 75, ապա պետք է ունենան առնվազն 1 անչափահաս երեխա։ Այս դեպքում բացառապես այս պայմաններին բավարարող ընտանիքներ կարող են արդեն մոտենալ գործընկեր ֆինանսական կազմակերպություն հիպոթեկային վարկավորման գործընթացը սկսելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Գայանե Ղարագոզյանն ընդգծում է վերաբացման հիմքում ընկած է 3 հիմնական նպատակ եւ ուղղություն, իսկ որոնք են այն թիրախային խմբերը, որոնք կարող են օգտվել այս ծրագրից։ Առաջինը միանշանակ այն ընտանիքներն էին, ովքեր 25 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել էին սահմանամերձ գյուղական բնակավայրում շինարարություն իրականացնելու թույլտվություն, բայց սահմանված քվոտաները լրանալու պատճառով չէին հասցրել դիմել եւ ստանալ իրենց վարկը։ Միաժամանակ այն ընտանիքները, ովքեր 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերել հողամաս, անկախ նրանից շինթույլտվությունը ստացել էին թե ոչ։ Հողամաս ձեռք բերել ասելով հասկանում ենք ինչպես արքուվաճառքի գործարքը, այնպես էլ օրինակ ժառանգության, նվիրատվության ստացումը, հողամասի նշանակության փոփոխությունը եւ ցանկացած գործարք, որի արդյունքում այդ ժամանակահատվածում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է շահառու ամուսիններից առնվազն 1-ի անվամբ։ Այս ծրագրից կարող են օգտվել նաեւ այն բնակավայրերը, որտեղ կառուցվել կամ կառուցվում են դպրոցներ, եւ այդ հաստատություններում աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50%-ը։ Այստեղ էլ ունենք հիմնական պայմաններից բացի նոր պայման սահմանած, այն է, որ ամուսինները պիտի ունենան առնվազն 10 տարին չլրացած երեխա, այն դեպքում, երբ ընդհանուր ծրագրի դեպքում անչափահաս երեխայի արկայություններ պարտադիր, եւ նրանցից որևէ մեկը չպետք է ունենա անշարժ գույք Երևան քաղաքում եւ վերջին 1 տարին չպետք է հաշվառված լինի Երևան քաղաքում։ Այստեղ փորձել ենք հնարավորին այնպես ձևակերպել, որպեսզի տվյալ բնակավայրում ամառանոց կառուցելու հանգամանքը բացառենք, քանի որ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի ընտանիքը բնակվի այդ կառուցված տանը եւ հենց 10 տարին չլրացած անչափահաս երեխայի հանգամանքն էլ այն մասին է, որ այդ երեխան հաճախի այդ դպրոցը։ Այն բնակավայրերը, որտեղ մինչ այս դիմելիությունը համեմատաբար պասիվ է եղել, եւս կարող են դառնալ ծրագրի շահառու, իսկ դիմելու համար ընտանիքները պետք է հաշվի առնեն մի քանի պայման։ Ամուսիններից առնվազն մեկը վերջին 1 տարին պետք է հաշվառված լինի տվյալ բնակավայրում։ Այս սահմանափակումն անում են, քանի որ տարբեր այլ համայնքներից եկել ու այս ծրագրով տներ են կառուցել, մինչդեռ տեղի բնակիչները ծրագրից դուրս են մնացել։ Ծրագրի շրջանակում աջակցությունից կարող է օգտվել նաև միայնակ ծնողը, ով ունի անչափահաս երեխա եւ չունի գրանցված ամուսնություն, պահպանելով ծրագրի մյուս բոլոր պայմանները։ Դիմումներ շատ ունենք, արդեն 150-ից ավել շահառուի հայտ հաստատվել է, մոտ այդքան էլ ուսումնասիրության փուլում է։ Իհարկե այս փուլում հիմնականում դիմել են մեր այն հայրենակիցներ, ովքեր շուրջ 1 տարի սպասում էին այս որոշմանը, այսինքն մայիս 1-ի դրությամբ շինթույլտվություն ունեցած մեր հայրենակիցներ են ավելի ակտիվ, քանի որ իրենք նաև ժամկետի խնդիր ունեին, որ շինթույլտվության ժամկետը կլրանար, իսկ մյուս բնակավայրերում արդեն 160-ից ավել դիմաց շահառու ունենք, ովքեր դեռևս փաստաթղթերի հետ կապված պիտի կարգավորեն հողը կա շինթույլտվությունը չկա կամ շինթույլտվությունը կա նախագծանախահաշվային փաստաթղթերը դեռ պատրաստ չեն, ամեն դեպքում 160-ի կարգի էլ ունենք այդ 2 նոր բացված ուղղություններով դիմումներ։ Իսկ ընդհանուր առմամբ այս պահին շահառուի կարգավիճակ ունի 3319 անձ։ Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Տավուշում։ Միայն այս մարզում տուն կառուցելու համար դիմողների թիվը 1530 է։ Գումարը տրամադրվում է 2-ից 4 փուլով։ Եթե հանկարծ պարզեն, որ առաջին փուլով տրամադրված գումարները նպատակային չեն օգտագործվել, աջակցությունը կդադարեցվի։ Շահառուն պարտավոր է 3 տարի անց ներկայացնել ավարտական ակտ։ Էլեն Խուդոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։